Անասնապահական շրջան հանդիսացող Նինոց Մինդայում կողքից նայելուց թվում է, թե կյանքը շատ մատչելի է, բայց արի ու տես, որ ամեն զբաղմունք ունի իր բարդությունները։ Շատ անգամ ասում են՝ կաթ կա, միս կա, պանիր ու յուղ կա, էլ ինչ է մնում ապրելու համար, բայց չէ որ այս ամենը ստեղծվում է քրտնաջան աշխատանքի ու մեծ ծախսերի շնորհիվ։ Մենք իսկական վերցնենք շատ տանջանքի բուն է։ Առաջ երթին, եթե հողամաս չունենաս մալ պայելը հետ չարժե։ Մեր տանջանքին 80-90% է, դուրս կերտա մեզի 10% բան չմենա։ Պրոսը աշխատանքի ամենադժվար վիճակն է։ Ես լիշն 81 տարեկան մարդ եմ, գիշերը ժամը 3-ից կերտամ տանջևիմ գուր, առավոտը ժամը 7 է։ Նոր տունգուկան մեկադորում հանգտանում այս է ժամը չագարի։ Վարելուն 10, ցանելուն 10, քաղելուն 10, տուքսանելուն 10, բերելուն 10, բարձողին 10, կերողին, դանողին 10, էլի հողագործությունը մեզ իշտի մենա։ Կամ անասնապահությունն իշտի մենա մեզի, բան մենակ է։ Ենքամ մարդիկ տանջվին իրենց գոյություն պաշտպանելու համար։ Կորխոսին ժամանակը լավ որ կերտար 10 օր աշխատիր, ամիսում աշխատիր, գարայինք է, հայտկան աշխատավարձունից, կենա ստացի, հիմի նա աշխատավարձ է կենը կիննա, նա տալը նա առին, ասոբի կաթինքինը վապշե հետ չարժե։ Ամիսներ առաջ անասնապահության մեջ գրանցվեց հիվանդություն, որ այդպես էլ չունեցավ իր ախտորոշումը։ Այժմ անասունների մեջ դեռ կա վերջինիս ազդեցության հետևանքները։ Ինչ անի խեղճ գյուղացին, ինչպես պայքարի նման բարդությունների դեմ։ Ուրեմն ինչպես գիտենք, մեր Ջավախ աշխարհը անասնապահությամբ են զբաղվում հիմնականում եւ կարտոֆիլագործությամբ, ոչ միայն կարտոֆիլագործությամբ, այլ գյուղատնտեսությամբ։ Ամենաշատը անասնապահությունն է, ուզեն չուզեն պահեդի ժողովուրդը։ Ճիշտ է, դժվարությունները շատ են, չափից դուրս։ Չունենք արոտ, չունենք հովիվ, կաթը էժան, պանիրը էժան, խոդը թանկ, խոդ կգանեն։ Իհարկե դժվարությունները շատ է, բայց յուրաքանչյուր գյուղացի առանց անասնապահությամբ չի կարող իր գոյությունը պաշտպանել, որովհետև եթե չլինի աշխատանք, վերջին հույսը անասնապահությունն է։ Ու ամենակեշը այնիկ է, որ անասնապահության մեջ որ հիվանդություններ կլինեն, մենք չունենք համապատասխան մասնագետներ։ Այսինքն, ճիշտ է, գեշտան ապտեկներեն խորհուրդ կառնեմ, հիմնականը մերը օրինակ շատ էր հիվանդել էին կովերը, վերնոր հեշմենա չգիտցան տաբաղետը չէ ու կսենաուրա մեր քով մասնագետ չկա, նեղենանկա դա ինչի կա հայդարարեք, դե մեր քով մասնագետ չկա։ Չկա, որովհետև հիվանդության անունը հեչ մեկը չի դեին։ Ջավախ աշխարհը, քանի որ գյուղատնտեսությամբ կզբաղվի, ունենա դի անպայման լաբորատորիա, որ գիտենան թե յուրաքանչյուր հիվանդություն անասունների մեջ որ գալենա, ինչ կերնան բուժի։ Ապտեկները կեշտանքանի տեղ կառնեն, կեսին կսատկի, նոր թուլ է, այդ օրը քիչը բուժվի գա։ Օրինակ մերը շատ թուլ էր եղել, այդ տաբաղ կոչվածը։ Մերը բուժվավ մեր տան պայմաններում։ Մարկանցովկով երանք, ինչ որ պետք էր։ Ոտքերը լվացում երանք, բերանը, լեզուն, մի խոսքով։ Իհարկե դժվարությունները շատ են։ Յուրաքանչյուր օրգանիզմ լինի կենդանու թե մարդու ունի վերականգնողական շրջան տարբեր հիվանդություններից հետո։ Ոմանց մոտ այն լինում է մասնակի, իսկ ոմանց ոչ։ Մեր օրերում կան բազմաթիվ միջոցներ, այս ամենի մասին մեզ հետ կիսվեց անասնաբույժը։ Հիմի տեսիք, արդեն մի քանի անասնապահական շրջան կաբրինք, հայմի արդեն անասուն պահերը ձերնդու է, քանի որ լիտրմ կաթ համ 2 լարի է, նուն օրտարցինը 2 լարի ու կես գելը ու գել, 100%, միսը 22 է, 24-25 գելը ու գելը։ Աշե դու լարում ժամանակը մարդիկ 10-12 կատ կովում էին, կաթը լարի մեր կսեն եկամուտ չակա, հիմի կաթն ու միսը թանգել է կով չեն պահեը։ Համի օրինակ տեսիք տաբաղեն էդի վերականգնեցնելու համար անասուններում պետք է տալ վիտամիններ կամ հատուկ վիտամիններ, որոնք համ կաթ կենեն, համ իրենց վիտամին օրգանիզմի յուրացնենք տաբաղեն էդի
Վիտամինները вообще D վիտամինը բացարձակ օրգանիզմներ են կյանացի, ինֆեկցիան բավականին կա հալը, չեմ ասելերի վերացել եմ, մաստոպաթիան կա, ոտքերուն ցավը կա, իրանց պետք է տալ համինադատ վիտամիններ, որ կենթանի վերականգնվի, քանի արդեն ինքը արդեն իրենքով կերտա, իրենք արդեն հեղի են, արդեն պյադուղը մեզնագը, պյադուղը կեսկսե սամբիլը, իրենց վերա կան հալ չագա, պյադուղն է սամբիլ, իրենք վապշե բան է պերծնինգը, իմ հորդորս բոլորին, տավեք վիտամիններ, համ կատկը կետեք, համ ձիրանասունը կարող ճանա, համ սամբալ ծուրտնի առողջ կեղնի, ինքն է ձիք կեղնի, գոնեցյանի օրնավ երգել է, ունակ ես արդեն կով եմ առե, ունիմ և կով և հորդիր, համի կովերուց ես արդեն 4 օր էտ վիտամինը կուդան, ես գազգամոր բավականին փոփոխություն կա, ինչ առումով, նախ համիսիմիս, ենթադրենք ես ընդհանուր խարջը, երկու կովին խարջեմ 4 լարի, կաստանամ եկամուտ 4 լարի է գումարած, կաթն է շադեցուց է, Ընդեղ արդեն խոդի էկոնոմիա կայմի, խոդին կեսը կուդե, և արդեն ինքը գծակնա։ Անասնապահությամբ զբաղվել, թե ոչ, կա օգուտ, թե ոչ, այնուամենայնիվ մեր բնակիչների համար միակ ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է, և նրանք անգամ անհնարինը փորձում են դարձնել հնարավոր, որպեսզի կարողանան ստեղծել իրենց ապրուստը, որ ընտանիքին ապահովեն էկոլոգիապես մաքուր ու անարատ սննդամթերքով։